Հայաստանում ապրիլի 15-ից հուլիսի 15-ը պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացնեն։ Որոշումը պայմանավորված է պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման անհրաժեշտությամբ։ Վարժական հավաքները կանցկացնեն պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի համար։ Յուրաքանչյուր քաղաքացի հավաքներին ներգրավվելու է առավելագույնը 25 օրացուցային օր։ Փոխարտգործնախարար Կոստանյանը հանդիպել է Թուրքիայի փոխարտգործնախարար Էքինջիի հետ։ Նա լուսանկարներ է հրապարակել և գրառում արել իր միկրոբլոգում կարևոր քննարկում փոխնախարար Էքինջիի հետ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման և հնարավոր համագործակցության նոր ոլորտներ բացահայտելու համար։ Մտքեր փոխանակվեցին նաև տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ։ Գլխավոր դատախազությունը Հայկական ատոմային էլեկտրական կայան ընկերության կոմերցիոն նախկին տնօրեն Ռուբիկ Մովսեսյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության պահանջում է բռնագանձել 17 անշարժ գույք, որոնցից 13-ը Երևանում, 1 տրանսպորտային միջոց, շուրջ 1.9 միլիարդ դրամ, նաև փոխառություններ, ապօրինի եկամտի մնացորդ, միլիոններ, որ ենթակա են բռնագանձման ըստ դատախազության։ Զինված ուժերում մի շարք ոլորտների զարգացման համար գործադիրը որոշում է ընդունել առանձին ուշադրություն են դարձնում սերժանտական կազմի ամրապնդմանը, հրահանգիչների համակարգի կատարելագործմանը և ինժեներական ստորաբաժանումների աշխատանքի բարելավմանը։ Լրացուցիչ վարձատրություն կտրամադրեն ինժեներական տեխնիկա շահագործողներին, ուսումնական կենտրոններում աշխատողներին, սերժանտական դասընթացներ անցածներին, նաև կանանց գումարտակում ծառայող զինվորականներին։ Առանձին ուշադրություն կդարձնեն նաև օտարերկրյա պետություններում, բացի Ռուսաստանից, սովորող, բայց կրթաթոշակ չստացող զինծառայողներին աջակցելուն խթանելով նրանց կրթական առաջընթացը։ Ինչ ներնախորեին ցեխային անձրևների պատճառը շրջակա միջավայրի նախարարությունից փոխանցում են, թե 3 հանրապետության տարածքում գործող ցիկլոնը դուրս գալով միջերկրական ծովից տեղափոխվեց Իրաք, այնտեղից էլ դեպի Կովկաս։ Մթնոլորտի այդ շրջանառության արդյունքում հարավային հոսանքները Իրաքի անապատներից դեպի մեր երկիր տեղափոխեցին փոշու մեծ կոնցենտրացիա ունեցող օդ, ինչի արդյունքում էլ շրջանների մեծ մասում անձրևները ցեխախառը դարձան։ Լարսում երթևեկությունը վերականգնվել է թեթև մարդատար և ուղևորատար տրանսպորտային միջոցների համար։ Ռուսաստանում Հայաստանի դեսպանության մաքսային կցորդի փոխանցմամբ ճանապարհը փակ է մնում միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։ Սիրանի շմրադյան ժամը դրատվական։